Ընտանեկան հարաբերությունների ոլորտը շատ բարդ եւ բազմաբևեռ ոլորտ է, որովհետեւ այնտեղ բացի զուտ իրավական հարցերից առկա են նաեւ ֆինանսական բնույթի հարցեր, հոգեբանական բնույթի, հուզական, էմոցիոնալ բնույթի հարցեր եւ այնտեղ կան ամուսնու շահերը, կնոջ շահերը, երեխաների շահերը, տատիկ պապիկների շահերը եւ բազմաթիվ շատ դելիկատ հարցեր կան եւ դրա համար ընտանեկան վեճերը, ընտանեկան բնույթի հարցերի քննարկումը, կարգավորումը պահանջում է ոչ միայն իրավական գիտելիքներ, այլ նաև տարբեր բնույթի հմտություններ, որ կարողանաս առավելագույն օգտակար լինես քո վստահորդներին եւ Հատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը երկարատև տարիների փորձ ունի նաև ընտանեկան վեճերի կարգավորման եւ մենք ունենք այսպես մշակած հատուկ մեթոդաբանություն, մոտեցումներ, որի արդյունքում փորձում ենք օգտակար լինել մեր վստահողներին եւ հարթել ընտանեկան վեճերը, պաշտպանել իրենց օրինական շահերը այս գործերում։ Մի քանի տասնյակ գործեր ենք ունեցել, որոնք վերաբերում են նաև ներկայումս ամուսնալուծության խնդիրներին, երեխաների տեսակցության խնդիրներին, ոչ միայն ծնողների կողմից, այլ նաև տատիկ պապիկների կողմից կամ այլ ազգականների կողմից, ինչպես նաև ալիմենտային բնույթի խնդիրներ, համատեղ գույքի ձեռքբերման բաժանման գործեր, նաև որոշակի քրեաիրավական բաղադրիչ էլ կա այս գործերում հարաբերություններում, երբ որ մեկը ամուսինը մյուսի նկատմամբ ընտանեկան բռնություն է ցուցաբերում եւ ստեղ արդեն նաև դա աշխատանք է պահանջում իրավապահ մարմինների հետ եւ Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը մեծ պատասխանատվությամբ մոտենում է յուրաքանչյուր դեպքին, մանրակրկիտ ուսումնասիրում է գործի բոլոր հանգամանքները եւ փորձում է աջակցություն ցուցաբերել վստահողներին ոչ միայն իրավական առումով, այլ նաեւ երբեմն կարիք է լինում հոգեբանական առումով։ Ընտանեկան վեճերի ոլորտը ամենադինամիկ ոլորտներից է, ցավոք սրտի գնալով աճում է նման կարգի գործերի քանակը եւ ըստ էության այս գործերը ունեն իրենց յուրահատկությունը, որովհետեւ իրենք զուտ իրավական բնույթի խնդիրներ չեն, որովհետեւ այդտեղ կողմերը ունեն նաեւ ֆինանսական բնույթի շահեր, տարբեր զգացմունքային, էմոցիոնալ բնույթի հարցեր, անգամ երբեմն ինտիմ բնույթի հարցեր են ի հայտ գալի, որոնք հանգեցնում են ընտանեկան վեճերի եւ այլն, եւ այստեղ իհարկե շատ կարեւոր է միանշանակ պահպանել գաղտնապահությունը, որովհետեւ երբեմն վստահողները այսպես իրենց ներընտանեկան, իրենց անձնական գաղտնիքներն են վստահում փաստաբանին եւ բնականաբար որևէ կերպով չպետք է այդ տեղեկատվության արտահոս կլինի, ինչպես նաեւ ասեմ, որ գնալով դատական պրակտիկան կատարելագործվում է, զարգացվում է այդ գործերով, որովհետեւ բազմաթիվ են այդ գործերը կամ բազմաթիվ նախադեպեր, օրենսդրությունն է բնականաբար ընթացս փոխվում եւ գիտակցելով այդ ամենը իհարկե մեր ընկերությունը հետևում է օրենսդրական փոփոխություններին, դատական պրակտիկայի զարգացումներին, որպեսզի լավագույնս ամենաարդյունավետ կերպով պաշտպանենք մեր վստահողների շահերը։ Ընտանեկան վեճերի առանձնահատկություններից մեկը նաև նա է, որ ըստ օրենսդրության համատեղ կյանքի, ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված գույքը նա համարվում է ամուսինների համատեղ սեփականություն եւ ամուսնալուծության ժամանակ բարձրանում են այդ գույքի բաժանման հետ կապված խնդիրներ եւ այդ գույքը կարող է լինել բնակարան, ավտոմեքենա, բայց կարող են նաեւ դա լինել ավելի այսպես մեծականակ, ավելի տարատեսակ բնույթի գույքեր, դա կարող են լինել, ասենք տասնյակ ինչ որ գույքեր, կարող են լինել բիզնեսում ամուսիններից մեկի հիմնադրված բիզնեսի բաժանման խնդիրների, այդ բիզնեսի ակտիվների բաժանման խնդիրներ, որոնք պահանջում են նաեւ ոչ միայն իրավական մոտեցումներ, այլ նաեւ այդ ամենը պահանջում է, որպեսզի փաստաբանական ընկերությունը կարողանա գնահատել այդ ակտիվների արժեքը, կարողանա հաշվարկել այդ գումարները, որոնք ենթակա են բաժանման
կարողանան վերհանել այն գումարները, հա, որոնք առհասարակ ձեռք են բերվել կամ այն ակտիվները, որոնք ձեռք են բերվել համատեղ կյանքի ընթացքում եւ այստեղ նաեւ բացի իրավականից այդ ֆինանսական, վերլուծական, փաստորեն աշխատանքները պետք է կատարվեն եւ իհարկե Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը մեծ ուշադրություն է դարձնում, մեծ կարեւորություն է տալի վեճերի լուծման արտադատական եղանակին, այսինքն ամուսինների միջև բանակցություններ կազմակերպել եւ փորձել ոչ թե դատական, այլ այսպես բարեկամական, հա, կամ փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ սկզբունքից ելնելով ինչ որ մի փոխհամաձայնության բերել ամուսիններին, որպիսի կարիք չլինի դիմել դատարան եւ հնարավոր լինի այդ խնդիրները կարգավորել արտադատական եղանակով։ Հանրահայտ է, որ ընտանեկան ծնողների միջև կամ ամուսինների միջև վեճերի ընտանեկան բնույթի վեճերի արդյունքում բնականաբար տուժում են նաև երեխաները եւ մեր ընկերությունը դիտում է որպես իր հիմնական առաքելություններից մեկը, դա նաև երեխայի լավագույն շահի պաշտպանությունն է, որովհետեւ ծնողների միջև ծագում են վեճեր երեխաների տեսակցության հետ կապված կամ ծնողներից մեկը պահանջում է, որ երեխան բնակվի իր բնակության վայրում եւ ցանկանում է սահմանափակել շփումը մյուս ծնողի հետ եւ նման կարգի խնդիրներ։ Եվ այս ամենը պահանջում է իհարկե բավականին լուրջ հոգեբանական առումով նաեւ աշխատանք կողմերի հետ, որպեսզի փորձել անգամ գուցե արտադատական եղանակով, հա, գտնել են բալանսը, որ երկու ծնողներն էլ կարողանան երեխայի հետ հաղորդակցվել, շփվել եւ ապահովի երեխայի լավագույն շահը, հակառակ պարագայում, երբ որ գործը արդեն վերածվում է դատական process-ին, բնականաբար այստեղ նաեւ անդրադարձություն է առաջանում խնամակալության հոգաբարձության մարմնի ներգրավման եւ Ատովյան իրավաբանական խորհրդատվական ընկերությունը աշխատում է ոչ միայն իրավական առումով գործը դատարանում ներկայացնելու եւ իր վստահորդի շահերը պաշտպանելու, այլ նաեւ խնամակալության մարմնի հետ երբեմն կարիք է լինում, որպեսզի ինչ-որ հոգեբան աշխատի երեխայի հետ, որպեսզի դրա արդյունքում երեխայի լավագույն շահը ապահովվի, պաշտպանվի, դա պահանջում է հատուկ մոտեցում, հատուկ հոգատարություն, հատուկ մեթոդաբանություն եւ Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը ունի համանման մեթոդաբանություն եւ աշխատանքային ոճ։ Ընտանեկան օրենսդրության բաղկացուցիչ ինստիտուտներից մեկը դա ամուսնության պայմանագիրն է, դեռևս Հայաստանում այդքան ընդունված չէ, տարածված չէ ամուսնական պայմանագրերի կնքման մշակույթը, սակայն Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը ունի բավականին փորձառություն ամուսնական պայմանագրերի կնքման հետ կապված եւ այստեղ մենք իհարկե պայմանագրերը կազմելիս եւ երբեմն անհրաժեշտություն է առաջանում նման պայմանագրեր կազմել ոչ միայն օրինակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնության պարագայում, այլ նաև օտարերկրյա քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի ամուսնության պարագայում եւ այստեղ նաև անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն օրինակ հայերենով, այլ նաև ռուսերենով կամ անգլերենով կամ որևէ այլ օտար լեզվով նաև կազմել համապատասխան ուրեմն ամուսնական պայմանագիր եւ այստեղ հաշվի են առնվում ոչ միայն իհարկե իրավական կողմը, այլ նաև ֆինանսական կողմը, որպեսզի այսպես ֆինանսական գույքային շահերը ամուսինների լինեն բալանսավորված, այդտեղ նաև գույքի բաժանման, որպեսզի նախատեսվի հստակ մեխանիզմ, որ ասենք օրինակ ամուսնալուծության դեպքում հստակ առանց վեճերի գույքը բաժանվի, դեռ կարող է մտավոր սեփականության հարցեր ինչ որ ձևով շոշափվել այդ պայմանագրի շրջանակներում եւ այլն։ Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերության գործունեությանը, հատկապես ընտանեկան գործերով շատ է նպաստում թվային մոտեցումները, ժամանակակից լուծումներ հաղորդելը, կապված թե տեղեկատվության հավաքագրման, թե տեղեկատվության մշակման, այսպես պահպանման հետ կապված, որովհետև գործերը շատ են, բազմաթիվ են եւ ամեն գործը ունի իր նրբությունը, սակայն պետք է այդ տեղեկատվությունը այսպես առանձին շտեմարանի ձևով հավաքագրվի, մշակվի, որպեսզի նաեւ եթե վստահորդը
ցանկանում է իր գործի հետ կապված ծանոթանալ նոր զարգացումների, նոր փոփոխությունների, նոր իրավիճակներին, ապա կարողանաս արագորեն վստահորդին տրամադրես իր գործին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվություն։ Եվ Ատովյան իրավաբանական եւ խորհրդատվական ընկերությունը հենց այդ սկզբունքով է մոտենում այդ աշխատանքներին։ Ընտանեկան հարաբերություններում պատշաճ պրոֆեսիոնալ մակարդակով հանդես գալը պահանջում է ամենօրյա հետևողական աշխատանքներ, նաև վերապատրաստումներ, տարբեր սեմինարների, կոնֆերանսների մասնակցություն, այսպես այդ ոլորտում, տարբեր երկրներում կատարվող աշխատանքների կամ հետազոտությունների, դատական պրակտիկայի ուսումնասիրություն, ծանոթություն, որտեղ երբեմն հարց է առաջանում նաև այն դեպքերում, երբ որ ծնողները ամուսնալուծվել են կամ գտնվում են ամուսնալուծության ընթացքում, բայց երեխաները մեկ այլ ծնողի հետ գտնվում են մեկ այլ երկրում եւ այլն։ Իհարկե, մեր ընկերությունը ավելի խրախուսում է ամուսնական վեճերի, ընտանեկան վեճերի արտադատական եղանակով, խաղաղ եղանակով, ուրեմն կարգավորմանը, եւ մենք բնականաբար նաեւ փորձում ենք հնարավորինս նպաստել մեր վստահորդներին այդ առումով, եւ այդ ոլորտը, քանի որ այնուամենայնիվ ընտանեկան ոլորտի հիմնախնդիրները զարգանում են, մոտեցումները փոխվում են եւ նոր ոլորտներ են ի հայտ գալի, այդ թվում փոխնակ մայրության հետ կապված խնդիրներ եւ հոգեբանական եւ իրավական բնույթի, արհեստական բեղմնավորման հարցեր եւ կենսաբանական ծնողների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցեր եւ նույնպես մենք փորձում ենք մեր ուշադրության կենտրոնում պահել այդ ոլորտները որպես այսպես զարգացում ապրող ոլորտներ, որպեսզի կարողանանք անհրաժեշտության դեպքում նաեւ այդ ոլորտների հետ կապված մակարդակով մասնագիտական ծառայություններ մատուցել իր շահ հօգուտ մեր վստահորդների, ինչպես նաև կարևորում ենք այս բնույթի գործերի լուծման, կառավարման, վարման հետ կապված արհեստական բանականության գործիքների կիրառումը, որը նույնպես կարող է հեշտացնել մեր աշխատանքը ի նպաստ մեր վստահորդների։